Նյանցի ժամանակից մի օրինակ բերեմ, երբ Հայաստանի խորհրդայնացումից հետո Հայաստանում շարժում էր սկսել հակաեկեղեցական, անշուշտ այն ժամանակվա բոլշևիկյան հատուկ ծառայությունների կողմից նաև խրախուսվող եւ այլն, ազատ եկեղեցականների այդ պատմականորեն հիշված շարժումը, որի առաջնորդներից մեկը այն ժամանակվա Լենինականի կամ Շիրակի թեմի առաջնորդն էր, Աշոտ arczepiskopos Շախյան, Թիֆլիսեցի, որին իր կարգազանց եւ հակաեկեղեցական այն ժամանակ նույնիսկ հայրապետական կոնդակով աղանդավորական հռչակված շարժումի համար կարգալուծ է արել հայրապետը։ Իսկն եւս մեկ օրինակ, կարգալուծ է արել կոնդակով, ասեմ ավելին կոնդակը տարվել է թեմի տարածքում հատուկ ընթերցվել է իտես ամբողջ թեմի եւ հոգեվորականաց եւ աշխարհիկների դասի վերջ, այսինքն եթե խոսքը գնում է պատմության մասին